Համացանցում հանդիպած կլինեք այս գովազդներին։ Արինվերթում բնակարանի ձեռքբերման համար 50% կանխավճար, 7-ից 8 ամսում, 6 ամսում կառուցենք, իսկ արժեքը 9 միլիոն դրամ։ ձևակերպում ենք տեղում առանց բանկերի։ 50 քառակուսի մետրանոց տան արժեքը 9 միլիոն դրամ է։ Երևանում նման արժեքով տուն ունենալու համար վատ առաջարկ չէ։ Դրանք նման չեն մեզ ծանոթ քարե տներին, սակայն չեն զիջում դրանց։ Մետաղյա կոնստրուկցիայի վրա հիմնականում փայտից հավաքվում է տնակը։ Թաղամասում շատ ընտանիքներ արդեն ապրում են, բայց տնակների ձեռքբերման պայմանագրեր ունեցող եւ վճարումներ կատարածների մի մասն էլ հայտնվել է դատական վեճերի մեջ։ Վերջին ամիսներին հետքի խմբագրությունը բազմաթիվ զանգեր ու նամակներ է ստացել էկոպրոյեկտ ՍՊ-ից խաբված քաղաքացիներից։ Դեպքերի մեծամասնությունում սցենարը նույնն է։ Ընկերությունը քաղաքացիներից վերցնում է կանխավճարը, հետո մաս-մաս վճարումները, պայմանագրում գրում հստակ ժամանակահատված առանձնատունը հանձնելու։ Սակայն խոստացված ժամկետում տունը չի հանձնում տիրոջը։ Կամ գնորդն ինքն է որոշում հրաժարվել տնակից, ինչը պայմանագրով սահմանված է եւ թույլատրելի, սակայն գումարը այդպես էլ չի վերադարձվում գնորդին։ 2024 թվականի նոյեմբերին Արամ Սականյանը 4 միլիոն 850 հազար դրամ փոխանցեց ընկերությանը։ Պայմանագրով 80 օրում տունը պատրաստ պետք է լիներ։ Անցել է ավելի քան 1 տարի, չկա ոչ տունը, ոչ գումարը։ Դե այցելեցինք, տեսանք տարածքը։ Սկզբից այդ ժամանակ մի քիչ կոյուղի հետ կապված խնդիրներ կար իրանց տարածքին մոտ։ Իրենք ամեն ասոր փաստում էին, որ մենք այդ խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում կվերացնենք։ Այսինքն վատ գարժահոտ էր գալիս, sense ասեմ։ Արամի պատմությանը հետքում անդրադարձել էինք դեռ 2025 թվականի դեկտեմբերին։ Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա մենք չենք կարողացել կապ հաստատել էկոպրոյեկտ ընկերության տնօրեն Իրինա Բիջոյանի հետ։ Մենք կարողացանք խոսել միայն ընկերության վաճառքի մենեջերի հետ, բայց նա ասաց, որ իրավասու չէ պատասխանել մեր հարցերին։ Գումարը ձեռք են բերել վարկով, իրենք ժամկետը նշել էին, որ 80 օրում բնակարանը կկառուցեն, կտրամադրեն ինձ։ Մոտավորապես մի 60 օր էր անցել, արդեն նորից գնալուց, արդեն նորից նույն այդ գարշահոտը կար, իրենք ասում էին աշխատանքներ են կատարել, բայց մտնել չէր ելնում։ Ու ես այդ պահին որոշել էի, որ երկրից բացակայեմ, ինձ այդ պահին պետք չէր բնակարանը։ Մենեջերների հետ խոսեցի, այո, նախորոք հարցրեցի, որ հնարավոր է պայմանագիրը չեղարկվի։ Չեղարկենք այս պայմանագիրը, ես չեմ ուզում այդ բնակարանը։ Հա, ուսես հեգնանքով էլի, հա, խնդիր չկա, իհարկե հնարավոր է, Արամ ջան, բան, խնդիր չկա, դիմում կարող եք գրել, ամիս 15 օր հետո ձեր գումարը հետափոխանցվում ձեր հաշվի համարին։ Մենեջերների ներկայացրածով էլ ոչ մի լումա չի ծախսվել իմ բնակարանը ֆունդամենտից կառուցելու համար։ Արամ Սականյանի գործը հիմա դատարանում է, վարույթ է ընդունվել։ Նաև միջնորդություն է ներկայացվել դատարան հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, որը բավարարվել է եւ արգելք է դրվել էկոպրոյեկտ ՍՊ-ին պատկանող գույքի վրա։ Գործի մանրամասներից խոսեցինք նաև Արամ Սականյանի փաստաբանի հետ։ Երբ որ ես եւ իմ վստահորդը գնացինք, ներկայացրեցինք այս ամենը եւ այլն, ուրեմն մեզ ժողովրդական լեզվով ասած ցրում էին։ Գնացեք այն կողմ, ստեղ սպասեք եւ այլ, այնտեղ չգիտեմ ով էր ներկայացա որպես մենեջեր։ Արամ Սականյանը դիմում է գրել գումարը վերադարձնելու պահանջով։ Վաճառքի մենեջերը խոստացել է զանգահարել 2 օրից։ Այդ 2 օրը, դրանից հետո ես զանգահարում եմ, չեմ պատասխանում։ Արան զանգահարումա չի պատասխանում։ Ներկայանում եմ էլի ասում եմ զանգահարեք, պատասխան էլի չկա ոչ մի բան։ Այսինքն այլ կերպ նման մարդկանց գործունեությունը, նման կազմակերպության գործունեությունը ինչ անվանում տա, դա արդեն թող որպես այդպեսին մեր իրավապահ համակարգը անվանում տա։ 2025 թվականի մայիսի 12-ին արդեն տնօրենը պարտավորագիր է ստորագրում, ըստ որի ընկերությունը պարտավորվում էր մինչև 2025 թվականի օգոստոսի 12-ը մարել ամբողջ գումարը։ Վերջի անգամը այդ որ հանդիպեցինք եւ դիմում գրեցինք, դա 18/06/2025 թվականին էր, մենք դիմում գրեցինք, այդ մենեջերը ով էր ինչ էր, որ մեզ ընդունեց վերջապես, ասեց այո, Արամ ջան, մենք հասկանում ենք ամեն ինչ, մենք անպայման կվերադարձնենք, ուղղակի մի քիչ համբերեք, հերթականության բոլորինը վերադարձնում ենք եւ այլն, դուք ուղղակի մի հատ դիմում գրեք, ասենք շատ լավ, մենք այդ դիմումը այդ ամեն ինչը գրեցինք եւ տվեցինք։ Ու 18/06/2025 թվականից լուրջ չկա։ Այս պահին 16 դատական գործ կա էկոպրոյեկտ ընկերության դեմ։ Դատական գործերից որոշների դեպքում հայցի ապահովման միջոց է կիրառվել։ Ընկերությանը պատկանող գույքի վրա արգելանք է դրվել։
Չնայած խաբված քաղաքացիներին եւ դատական վեճերին, այս պահին էլ Facebook-յան մի քանի էջով ակտիվ գովազդվում է Արին Բերդում էկոտնակները։